Այս փոքրիկ խմբակի ղեկավարի զառանցանքները մեկնաբանելու կարիք վաղուց արդեն չկա։ Այս 7 տարիների ընթացքում բազմիցս է ապացուցվել, որ սուտը ու կեղծիքը նրանց գլխավոր խաղաքարտն է եւ այստեղ նրանք անհասանելի բարձունքի վրա են։ Բայց ուշադրություն կցանկանայի սևեռել մի կարևոր թեմայի, որը կարծես ուշադրությունից դուրս է մղվել, սակայն կարմիր գծով անցնում էր ամբողջ ելույթի ընթացքում։ Խոսքը հայ տղամարդու դերի ստորացման եւ նվաստացման մասին է։ Հայ տղամարդը ներկայացվել է որպես պոռոտախոս, դասալիկ եւ վախկոտ, եւ սա ամենևին էլ պատահական չէ։ Ամբողջ ուժային համակարգը, ներքին գործերի նախարարությունը, դատական համակարգը ֆեմինիզացվել է եւ դրան հակադրություն վարկաբեկվել է, վարկաբեկվում է հայոց բանակը։ Եթե մենք ընտանիքի գաղափարը պրոյեկտենք պետության վրա, ապա միանշանակ հոր դերը կստանձնի բանակը։ Եվ այս վարկաբեկումը հենց գալիս է այս տրամաբանությունից։ Ինձ ճանաչողները գիտեն, թե ես ինչքան շատ եմ կարևորում ու նշանակություն տալիս կնոջ դերին, սակայն այս հակադրությունը պարզապես անհնար է չի նկատել։ Եվ հենց այստեղ է, որ մենք հայ ազգս հակադրվում ենք այս փոքրիկ խմբակի գաղափարներին։ Ես չեմ դադարելու ասել, որ այս պայքարը քաղաքական չէ, այն գաղափարական է, հոգևոր եւ արժեքների մասին է։ Եվ հենց այս վախից դրդված է, որ փոքրիկ խմբակի ղեկավարը փորձում է կալանքներով լռեցնել ուժային եւ կամային տղամարդկանց։ Դասալիքը դու ես, վախկոտը դու ես, պատասխանատվությունից խուսափողը դու ես, պոռոտախոսը դու ես։ Եվ սա ապացուցվել է քո ամբողջ կենսագրությամբ։ Մի փորձիր քո որակումները վերագրել մի ամբողջ ազգի։ Մենք հայերս մեր ձևով վերականգնելու ենք հայկական մեծ ավանդական ընտանիքի ինստիտուտը։